Բայց ինչպես ստացվեց, որ դուք գնացիք ու կանգնակ մի մարդու տեխնացության վրա, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել էր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Էդմոն Մարուկյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, Էդմոն Մարուկյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Էդի ձեր հասկանալով է այդպես։ Դուք գիտեք թե ով որ մեկին հետ աշխատում որ հավերժ իր ծառան էլի կամ հավերժ իր կամակատար էլի։ Բայց ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան ճանապարհ անցնելով Նիկոլ Փաշինյանը ինչի ասենք դուրս եկավ այդպես գործել շրջանակներից։ Ոչ մեկը իհարկե ոչ մեկի ծառան չի։ Ես ամբողջ կյանքում երեխա վասմից ասել եմ, այն որ ես պիտի պատգամավոր դառնամ 18 թվականին, դրա էական մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանը, ինչքան ասեցինք, չհոգնեցինք, այդքան բանն ասեցինք, բայց մենք զրո չենք, մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում, այդ է հարցը, հիմա ինչքան արժեք ենք ներկայացնում, այդքանով արժեք ենք ներկայացնում, այդքանով մենք կարողանում ենք դրսևորվենք, և հետևաբար Լարին ջան, որևէ մեկի, ծառան չի, այսօր պետական հանցագործություն որ Հայաստան խմբակցությունում և պարտիվ ունեմ դաշինքում ընդհանրապես կան մարդիկ, անհատներ, որոնք հնարավորություն չունեն իրենց նպաստը բերեն պետության զարգացմանը, իրենց մակարդակով, իրենց գիտելիքներով։ Դա պետական հանցագործություն է։ Մենք այդ ամեն ինչը պետք է ջարդենք։ Պարոն Աղազարյանից կփորձեք հենց կուսակցության լիդերների, քաղաքական լիդերների հետ հանդիպում ունենալ, օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, փորձեք իրենց ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրել։ Մենք ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրում ենք ձեր նման կարևորագույն ֆունկցիա կրող սուբյեկտների հետ շփվելով։ Լավ ձևակերպեցին, Արիզան ախտը։ Շնորհակալ եմ։ Այս բարի մոտ այրվել ավարտվել։